երկրորդ ընթերցմամբ օրենսդրական փաթեթը, որի հիմնական նպատակն էր, պետք է հիշեցնեմ, նախադպրոցական կրթության հնարավորությունների ընդլայնումը մեր երեխաների համար, քանի որ նախատեսվում է, որ մեր երեխաները կունենան հնարավորություն նախակրթարան հաճախելու ոչ թե 5 տարեկանից, ինչպես մինչ այժմ գործող կարգավորումներ, այլ 4 տարեկանից, իսկ այն բնակավայրերում, որտեղ մենք խոսում ենք միակ ծառայության մասին, նախակրթարանների պարագայում, ապա նաև 3 տարեկանից, ինչպես նաև միասնական ստանդարտ էինք սահմանում հավաստագրման գործընթացի համար, որը պարտադիր է ուսումնական հաստատության ղեկավարման մասով, եւ սա հնարավորություն է ընձեռում ընդլայնել մրցակցությունը եւ ավելի որակյալ ընտրություն կատարել կադրերի մասով, ինչն էլ իր էական ազդեցությունն է թողնում այնուհետև ուսումնական հաստատությունների գործունեության որակի վրա։ Առաջինից երկրորդ ընթերցման շրջանակներում մենք իրականացրել ենք որոշ փոփոխություններ, հիմնականում խմբագրական բնույթի եւ արվել է մեկ էական ուրեմն լրացում, որը հանրակրթության մասին օրենքի 31-րդ հոդվածին է վերաբերում եւ կոչված է հստակեցնելու մեկ լիազոր մարմին ունենալու դրույթը, որը արդեն իսկ քվեարկվել է ազգային ժողովի կողմից եւ գործող կարգավորում է եւ այս տարվա սեպտեմբերից պետք է հիշեցնեմ, որ մարզային բոլոր դպրոցները անցնելու են կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ենթակայության ներքո եւ այժմ արվում են առաջինից երկրորդ ընթերցման շրջանակներում որոշ հստակեցումներ, որոնք մարզպետի աշխատակազմերի գործառույթների եւ նաեւ նախարարության գործառույթների հստակեցումներ են պարունակում սեպտեմբերից գործընթացը այնպես կարգավորելու, որպեսզի որևէ բաց հարց չմնա եւ կարողանանք անխափան իրականացնել նախատեսված աշխատանքը։ Հիմնական փոփոխությունը առաջինից երկրորդ ընթերցում սրան էր վերաբերում, եթե կլինեն հարցեր, սիրով պատրաստ եմ պատասխանել։ Շնորհակալություն։